Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արդեն մի քանի օր է Կապանի բնակիչները օրվա տարբեր ժամերին պայթյունի ձայներ են լսում։ 3 կեսգիշերին պայթյունների մասին տեղեկություն էր տարածվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապել է հայտարարել, որ Հայաստանի տարածքում կամ սահմաններին որևէ կրակոց կամ պայթյուն չի արձանագրվել։ Իր հերթին Կապանի քաղաքապետը հաստատել է, որ քաղաքում լսվում են ձայներ, որոնք հավանաբար ռազմական գործողությունների հետ ու Իրանի տարածքից են։ Ցերեկային ժամերին ու երեկոյան կողմ են ձայները լսվել, ասել է նա, նշելով, որ այս պահին ձայներ չեն լսվում։ Կոնկրետ Կապանի հետ կապված բարձր վայրերն բանում լսում է այդ Իրանում տեղի ունեցող այդ պայթյունի ձայները լսում։ Ուրիշ ոչ մի բան չկա, ասենք սահմանների հետ կոնկրետ Կապան քաղաքի հետ կապված ոչ մի խնդիր չկա, սա խնդիրը կապված է Իրանի հետ, պարզապես լսելի է, դե դա արդեն հասկանալի է ինչի համար լսելու, դա շատ մոտ է, էլի։ Երկու օրում Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է վերադարձել գրեթե 200 քաղաքացի, հայտնել են արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ Մամուլի խոսնակը նաև հավելել է, որ իրականացվող թռիչքով նախատեսում է Հայաստանի ևս 45 քաղաքացու վերադարձ։ Ադրբեջանի արտգործնախարարությունը միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին, շնորհակալություն է հայտնել Նախիջևանի տարածքում Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ստացած աջակցության համար, հիշեցնելով երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության կարեւորությունը։ Բաքուն գնահատել է բոլոր այն երկրներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համերաշխությունը եւ շարունակական ներգրավվածությունը, ընդգծելով, որ նրանց աջակցությունը կարևոր է իրավիճակի կառավարումը ապահովելու գործում։ Ադրբեջանի զինված ուժերը բերվել են լիակատար մարտական պատրաստվածության վիճակի, միաժամանակ սկսվել է Պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պարզաբանելով գործողությունների կարգը, նշել են, որ զորահավաքին միջոցառումների շրջանակում զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր եւ նախապես որոշված նշանակության վայրեր։ Նշել են նաեւ, թե նման միջոցները ուղղված են բանակի օպերատիվ պատրաստվածության ապահովմանը եւ հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու հնարավորությանը։ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, տարածաշրջանային իրավիճակում Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համար առայժմ ռիսկեր չկան։ Ազգային ժողովում հայտարարել է ԿՊԱ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Միաժամանակ ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ տարածաշրջանային պետությունների հետ ապահովում են դրական եւ կայուն դիրք տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահը տվել է բոլոր անհրաժեշտ հրահանգները Նախիջևանի ինքնավար հանրապետության վրա Իրանի տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ եւ ձեռնարկվել են դիվանագիտական քայլեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։ Նա նշել է, որ նոտա է փոխանցվել եւ անցկացվել են հեռախոսազրույցներ։ Անվտանգության միջոցառումները նույնպես ամենաբարձր մակարդակի վրա են։ Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը հետագայում բարձրանում է։ Տրվել են նաև բոլոր համապատասխան հրահանգները։ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը, հայտարարել է Թրամփը եւ ասել, որ իրենք ունեն մի քանի տեխնացու լավ առաջնորդի դերի համար։ Մենք ուզում ենք գալ եւ ամեն ինչ մաքրել, մենք ուզում ենք, որ նրանք լավ առաջնորդ ունենան։ Մենք ունենք մի քանի հոգի, ովքեր կարծում եմ լավ կկատարեն այդ աշխատանքը, ասել է Թրամփը եւ հրաժարվել կոնկրետ նշել տեխնացուներից որևէ մեկի անունը։ Իրանում ամերիկյան ուժերի էպիկական ցասում գործողությանը մասնակցում է 50,000 զինծառայող, վերջին 72 ժամում ամերիկյան ուժերն Իրանի տարածքում խոցել են 200 թիրախ։ Հայտարարելով այս մասին Միացյալ Նահանգների ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը նշել է, որ ամերիկյան B-2 ռմբակոծիչները տասնյակ ռումբերով թիրախավորել են Իրանում բալիստիկ հրթիռների հարձակման կայանքները, որոնք գտնվում են գետնի տակ մեծ խորության վրա։ Քուփերը նաև նշել է, որ մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները խոցել է իրանական 30 նավ։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Թրամփը խոսելով մարտական գործողությունների հաջորդ ընթացքի մասին պարզաբանել է. Նրանք նավատորմ չունեն, օդուժ չունեն, օդային հայտնաբերման համակարգ չունեն, ամեն ինչ ոչնչացված է։ Նրանց ռադարները ոչնչացված են, բանակը նույնպես, մնացել է միայն քաջությունը։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները նշանակալի դերակատարություն ունի Իրանի հետպատերազմյան քաղաքական կառուցվածքի ձևավորման գործում։ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել ինչպես Իրանի ժողովրդի, այնպես էլ իշխանությունների հետ, ապահովելու համար, որ երկիրը ղեկավարի այնպիսի անձ, որը կկարողանա վերակառուցել պետությունը, բայց առանց միջուկային զենքի։ ԱՄՆ-ն կօգնի ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի Իրանը չունենա այնպիսի ղեկավար, որը 10 տարի անց կրկին կստիպի մեզ անել նույնը։ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվածների թիվը հասել է ավելի քան 123-ի, այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ լքում են Բեյրութի հարավային արվարձաններն այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց գրեթե բոլոր շրջանների վրա զանգվածային հարվածներ հասցնելու մտադրության մասին։ Իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Ուկրաինան օգնելու է Միացյալ Նահանգներին։ Զելենսկին հայտնելով այս մասին հավելել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան մշակել է իրանական շահետ անօդաչու սարքը խոցելու արդյունավետ միջոցներ։ Մենք ԱՄՆ-ից մերձավոր արևելյան տարածաշրջանում շահետներից պաշտպանվելու հարցում աջակցելու առաջարկ ենք ունեցել։ Ես հանձնարարել եմ տրամադրել անհրաժեշտ միջոցները եւ ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել պահանջվող անվտանգությունը։ Տարածաշրջանում իրավիճակը հետզհետե լարվում է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներն ու դրանց ի պատասխան Իսլամական Հանրապետության հարվածները ընդլայնում են աշխարհագրությունը, ավելի մոտենալով Հայաստանին։ Սա ինչ ռիսկեր է ստեղծում մեր շուրջ, իշխանական падգամավորները պնդում են, տեղի ունեցողը առայժմ խնդիրներ չի ստեղծել ինչպես Հայաստան, Միացյալ Նահանգներ, այնպես էլ Երևան, Բաքու պայմանավորվածությունների համար։ Մեր սահմանին տեղի ունեցող բոլոր իրավիճակների վերաբերող ուրեմն վերաբերելի ռիսկերը հասցեագրվում են համապատասխան մարմիններում։ Սրա մասին կարծում եմ լրացուցիչ տեղեկատվություն արդեն կհաղորդեն հաջորդ անվտանգության խորհրդի նիստերից հետո կամ համապատասխան մարմինները, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Միևնույն ժամանակ ընդդիմությունից պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը հրաժարվում է գնահատել իշխանության արձագանքը տարածաշրջանային լարվածությունների հետ կապված։ Անվտանգության խորհրդի նիստ հավաքելը կարողացել են զանգել, բոլորով հավաքվել։ Դրա ես ինչ եմ մեկնաբանել։ Ասում ես տարածաշրջանում լարում է, խնդիրներ կան, մի քանի երկրների նկատմամբ իրականացվել են այս կամ այն ծավալի գործողություններ, ասում եմ ես մի տարուց ավել առաջ դրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ ԿՊԱ-ականները առաջարկում են ռիսկերի փոխարեն նախ կենտրոնանալ խաղաղության վրա, որ իրենց ձևակերպմամբ այս պահին արդեն հաստատված է Հայաստանի սահմաններին։ Հայկ Մամիջանյանը սակայն խաղաղության կղզյակ դարձած Հայաստանը չի տեսնում, մեկ-մեկ հիշեցնում է, թե ինչ է ասել Ալիևը վերջին օրերին։ Երեք Ադրբեջանի նախագահը ասել է, որ երկաթե բռունցքով եւ այլն Հայաստանին։ Դրանից մի քանի օր առաջ գրավյալ հայկական տարածքներում ինքը մեզ անվանում է թշնամի, հոխորտում էր եւ այլն։ Դրան գումարում ենք, որ մենք ունենք առնվազն 19 գերի Բաքվում, դրան գումարում ենք, որ մենք ունենք անհետ կորած անձինք, ու հիմա դուք ինձ պատասխանեք, դա խաղաղություն է թե չէ։ Հայաստանն ունի խաղաղության իր օրակարգը, իշխանությունն իր ձգտումները չի համադրում Ադրբեջանի մտադրությունների հետ։ Նրանց հայելային արտացոլանքը չենք քաղաքացիական պայմանագրից Արման Եղոյանն է ասում։ Խաղաղությունը հաստատվում է խնդիրներ ունեցող կողմերի միջև։ Հաճախ իրար թշնամաբար վերաբերված, պատերազմած, կռված պետությունների, անձանց, անհատների ընկերները իրար միջև խաղաղություն չեն հաստատում, որտեղ ընկերները այսպես թե այնպես խաղաղ ապրում են իրար հետ։ Ինչ վերաբերում է առաջկա համապետական ընտրություններին, ապա քաղաքական թիմերից յուրաքանչյուրն իր գործով է զբաղված։ Իշխանությունը падգամավորական ցուցակն է կազմում, ընդդիմությունը կենտրոնանում իշխանափոխության օրակարգի վրա։ Խորհրդարանական ուժերից յուրաքանչյուրն իր հարցման արդյունքներն ունի ձեռքի տակ, երկու կողմում էլ համոզված են հունիսի 7-ին հաջողելու են։ 2023-ին Ազատի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով հերթական դատական նիստն անցել է բավականին լարված միջավայրում։ Նիստի ժամանակ պաշտպանող կողմը հայտնել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու, քանի որ վերհիշել է այդ պահերը եւ ծանր է տանում։ Հանգամանքը զարմանք է առաջացրել տուժողների մոտ, իսկ հանրային մեղադրող կողմից նշել են, որ հարցեր կան, որոնց մասին բոլոր կողմերը կուզենային բարձրաձայնել։ Ա 2025-ի առաջին 6 ամսում անչափահասների մասնակցությամբ 344 քրեական վարույթ է հարուցվել։ 2024-ի նույն ժամանակահատվածում 18 տարին չլրացած անձանց մասնակցությամբ հանցագործությունների փաստով հարուցվել է 298 վարույթ, այսինքն աճը 6 ամիսների ընթացքում գրեթե 5 դեպք է։ Նախորդ ամբողջ տարվա ամփոփումը չկա, սակայն պարզ է, որ անչափահասների մասնակցությամբ օրինազանցությունների աճ է նկատվում եւ խոսքը տարբեր տեսակի, այդ թվում ծանր հանցագործությունների մասին է։
բոլոր պետություններում, որոնք որ համարվում են հետպատերազմյան, միանշանակ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը կտրուկ աճում է, որովհետև եթե երեխան լսել է կամ տեսել է պատերազմ, իսկ անգամ 5-6 տարեկան երեխաները խոսում են պատերազմի մասին, երբ որ այդ պետությունում այդ ժամանակահատվածում լինում է պատերազմ։ Իրանք սկսում են հասկանալ, որ ով ուժեղ է, ինքը ավելի ճիշտ է, ինքը կարողանում է իր այդ արժեքները պահել։ Խնդիրը հասկանալի է, բայց հնարավոր չէ այն ֆիքսել եւ անցնել առաջ։ Նախ հանցագործությունների հետևից գնալ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել է պետք, իսկ այդ գործում իրավապահների դաշնակիցները բավականին քիչ են։ Վստահությունն այս համակարգի նկատմամբ ցածր է, այդ թվում այն օղակների կողմից, որոնք պետք է օրենքի պահապանների հետ մեջքի պայքարեին անչափահասների մասնակցությամբ հանցավորության կանխարգելման համար։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք, որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի։ 25-ին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է մտահոգիչ 91 դեպք, որոնց թիվը 24-ի համեմատ ավելի քան կրկնակի աճել է։ Ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Եվ սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկրտուկ, որի արդյունքում օրինակ մեր անչափահասը ունի կոտրված կամ հարցականով ցնցում։ Նոր օրենսդրական նախաձեռնություն է ընդունվել, որով անչափահասներին արգելվել է սառը զենքին նմանվող առարկաների սարքերի կամ գործիքների վաճառքը։ Սա գուցե որոշակիորեն նվազեցնի անչափահասների մասնակցությամբ միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի թիվը։ Մյուս կողմից սառը զենք գտնելն այսօր այդքան էլ մեծ խնդիր չէ։ Գուցե տեղերում պատասխանատուները պետք է ավելի քիչ անտարբեր լինեն նման դեպքերի բերող երևույթների նկատմամբ։ Եթե իմանում են, որ որևիցե մի պաշտոնատար անձ կապ չունի, թե ինքը որ ոլորտում է, որ մասնագիտություն ունեցողն է, ուներ պարտականություն այդ դեպքին բռնության ճիշտ արձագանքել, ճիշտ գնահատականներ տալ, բայց չի տվել այդ գնահատականները, ինքը պետք է առնվազն ազատվի իր զբաղեցրած պաշտոնից եւ նրա արարքի մեջ զանցանքի կամ հանցանքի արկայության դեպքում պատասխանատվության ենթարկվի։ Անչափահասների մասնակցությամբ հանցավորությունը նաև արժեքային համակարգի մասին է։ Չի կարելի փոփոխել հասարակության արժեքային համակարգը եւ դա չարտացոլվի երեխաների միջավայրում։ Մայրաքաղաքում նորից են կրակոցներ հնչել մարտի 6-ին։ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում է դեպքը տեղի ունեցել։ Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։ Ահա այս վայրում է կրակոցները Քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ, պարզվել է նաև, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքից ժամեր անց ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց ու հրապարակեց, թե ինչպես են վնասազերծում հանցագործությունը կատարողին։ Նա ձերբակալվել է, ներկայացվել նախաքննական մարմին, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Առաքման ծառայությունների տարածման շնորհիվ վերջին տարիներին հատկապես մայրաքաղաքում բավականին շատացել են մոպեդները, տրիցիկլներն ու կվադրացիկլները։ Դրանք մեծամասամբ կիրառվում են առաքման ծառայություններում։ Վարորդներն էլ հիմնականում աշխատանքային միգրանտներն են, որպես կանոն Հնդկաստանի քաղաքացիները։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ մենք ուրեմն էլեկտրոնային ռեգիստրում ունենք արդեն իսկ հաշվառված երկանիվ մոպեդ 2500-ից ավելի, եռանիվ մոպեդ 30, տրիցիկլ եւ կվադրիցիկլ միասին վերցած 120-ից ավելի է։ Այսինքն այս տրանսպորտային միջոցների քանակը տարեցտարի ավելանում է եւ նրանք դառնում են մեր ճանապարհային երթևեկության անբաժանելի մաս։ Խնդիրն այն է, որ փողոցներում մեքենաների միջակայքով արագ մանևրող այս տրանսպորտային միջոցները մի կողմից նպաստում են քաղաքներում բիզնեսի կարևոր ճյուղի զարգացմանը,
ծառայությունը եւ ինչու՞ չէ, հանդիսանում են այլընտրանքային տրանսպորտի օղակներից մեկը, մյուս կողմից տարեց տարի աճում է դրանց մասնակցությամբ միջադեպերի թիվը։ 23 թվականին ուրեմն նշածս տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ տեղի են ունեցել 127 միջադեպեր, որից 95-ը մոպեդի պարագայում, դա ընդհանուր առմամբ կազմել է ապահովագրական հատուցումների 0.2%-ը։ Սա կամավոր ապահովագրումների արդյունքն է։ Պետությունը որոշել է մոպեդների եւ մյուս նման տրանսպորտային միջոցների ապահովագրության հարցը չթողնել կամավորության սկզբունքի հույսին։ Խորհրդարանն օրերս հաստատեց օրինագիծ, որով այլընտրանքային այս փոխադրամիջոցների ապահովագրումը եւս դառնալու է պարտադիր, այսինքն դրանք եւս դառնալու են ԱՊՊԱ համակարգի մասը։ Այն մարդիկ, ովքեր որ այդ ոլորտում բիզնես ծառայություն են մատուցում, բարձր կարգությամբ են տրամադրում իրենց տրանսպորտային միջոցները, իրանք տրամադրեն այն մարդկանց, ովքեր որ ունեն վարորդական վկայականներ, ովքեր որ երթևեկության կանոններ են տիրապետում, խնդիրներ չեն առաջացնում, որտեղ այդ վնասների հատուցման բեռը գտնվում է սեփականատիրի վրա։ Կարևոր չէ, թե ով է վարում մոպեդը կամ տրիցիկլը, ապահովագրության կողմ է դառնալու դրա սեփականատերը։ Ըստ այդմ վթարների դեպքում հենց նա է կրելու ֆինանսական պատասխանատվություն ապահովագրականների առաջ։ Խնդիրն այն է, որ կա ենթադրություն, թե մոպեդ վարող աշխատանքային միգրանտների մեծ մասը չունի համապատասխան վկայական, էլեկտրական սկուտերների կամ մոպեդների դեպքում դա անհրաժեշտ չէ։ Մոպեդով ինչ-որ օտար երկրացի գալի խփում այն մեքենային եւ այդ մոպեդի սեփականատերը հրաժարվում է ծախսահատուցի։ Ես ինչու եմ ձեզ ապահովագրական վճարում։ Ենթադրվում է, որ մոպեդների, տրիցիկլ, կվադրացիկլների համար սահմանվող ապահովագրական համակարգը որոշակիորեն կբարելավի երթևեկությունը քաղաքում, այսինքն վարորդներն ավելի ուշադիր կվարեն իրենց տրանսպորտային միջոցը։ Բոնուս համակարգը գործելու է նաև այս տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար։ Մարտի 6-ին Երևան-Սևան ճանապարհին գործող Արզնի գազգազալցակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել Օփելում։ Մենք հոգիով նախնական տեղեկություններով վարորդն է եղել 48-ամյա Դավիթը։ Այրվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Նրան առաջին օգնության են ասել գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Պարզվել է, որ տղամարդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել։ Նախնական տեղեկություններով կրակայրիչ է վառել, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Վարորդի անզգուշությունն է, դրա համար միշտ խնդրում ենք, ասում ենք, որ երբ ավտոմեքենան դիսկավորում եք, մի քանի րոպե սպասեք։ Մարտի 5-ին Սիլիկյան խճուղում բախվել են 31-ամյա Հովիկի Տեսլան ու 22-ամյա Էդգարի Մերսեդեսը։ Բախման հետևանքով Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին, հայտնվել աղբամանների մոտ։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել։ Այս պայն տարածքը սահմանազատել են պարեկները, վթարի մասին տեղեկությունը պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին